Բարի գալուստ բուժատետեր, միշտ թողարկմանը անցնելը մեկնաբանություններում նշեք, թե որ երկրից եք դիտում մեր տեսանյութերը։ Ճապոնական ջրային թերապիան առավոտյան 4 բաժակ ջուր խմելու հնագույն ավանդույթ է, օգնում է երկարացնել կյանքը, մաքրել օրգանիզմը եւ բուժել մի շարք հիվանդություններ։ Այս մեթոդը Ճապոնիայում պաշտոնապես ճանաչված է տեղի բժշկական ասոցիացիայի կողմից եւ հանդիսանում է նրանց ազգային առողջության եւ երկարակեցության գլխավոր գաղտնիքներից մեկը։ Ինչու հենց առավոտյան եւ ինչու հենց 4 բաժակ ջուր։ Մարդու օրգանիզմը գիշերվա ընթացքում անցնում է ինքնամաքրման եւ վերականգնման կարևոր փուլ։ Թեև մենք քնած ենք, բայց մեր ներքին օրգանները շարունակում են ակտիվորեն աշխատել։ Այդ ընթացքում մարմինը ծախսում է իր ջրային պաշարները շնչառության, քրտնարտադրության եւ տոքսինների վերամշակման վրա։ Արդյունքում առավոտյան արթնանալիս մեր օրգանիզմը գտնվում է թեթև ջրազրկման վիճակում, իսկ արյունը դառնում է ավելի թանձր։ Ահա թե ինչու է կարևոր օրը սկսել հենց ջրով, այլ ոչ թե սուրճով, թեյով կամ այլ հեղուկով։ Ինչու հենց 4 բաժակ ջուր, մոտ 650 մլ։ Շատերի մոտ հարց է առաջանում, ինչու հենց 4 բաժակ, ոչ թե 1 կամ 2, ինչպես նշում են շատ մասնագետներ։ Ճապոնացի մասնագետները երկար տարիների դիտարկումների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ հենց 650 մլ ջուրն է բավարար, որպեսզի առաջին ամբողջությամբ լվացվի եւ մաքրվի ստամոքսի եւ աղիների ներքին պատերը գիշերվա ընթացքում կուտակված լորձից եւ թթվային մնացորդներից։ Երկրորդ, լրացվի արյան մեջ հեղուկի պակասը, ինչը թեթևացնում է սրտի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը։ Երրորդ, որպեսզի ակտիվանան երիկամները, որոնք պատասխանատու են արյունը ֆիլտրելու եւ վնասակար նյութերը մեզի միջոցով հեռացնելու համար։ Մեկ բաժակ ջուրը միայն թեթևացնում է ծարավի զգացումը բերանում, բայց այն չի հասնում աղիների խորքերը, որտեղ կատարվում է ջրի հիմնական ներծծումը։ 4 բաժակ այն օպտիմալ ծավալն է, որը ստեղծում է անհրաժեշտ հիդրոլիկ ճնշումը մարսողական համակարգը վերագործարկելու համար։ Ինչպես է աշխատում այս մեթոդը։ Ազդեցությունը օրգանների վրա։ Որպեսզի ավելի պատկերավոր հասկանանք, թե ինչ է կատարվում մեր մարմնում առավոտյան ջուր խմելիս, եկեք քննարկենք մեր հիմնական օրգան համակարգերի աշխատանքը։ Եվ այսպես, ստամոքս եւ աղիներ, մարսողություն։ Երբ մենք արթնանում ենք, մեր ստամոքսը դատարկ է, բայց նրա մեջ առկա է ստամոքսահյութի որոշակի թթվայնություն։ Եթե մենք անմիջապես սնունդ ենք ընդունում, ստամոքսը ստիպված է լինում աշխատել ծանր պայմաններում։ Դատարկ ստամոքսին խմած ջուրը գործում է ինչպես բնական ցնցուղ։ Այն լվանում է ստամոքսի պատերը, նվազեցնում է թթվայնությունը եւ անցնում է հաստ ու բարակ աղիներ։ Աղիներում ջուրը փափկեցնում է սննդի մնացորդները, ինչը կանխում է փորկապությունը եւ ապահովում է թեթև կանոնավոր մարսողություն ամբողջ օրվա ընթացքում։ Երկրորդ, նյութափոխանակության արագացում։ Գիտականորեն ապացուցված է, որ դատարկ ստամոքսին գոլ ջուր խմելուց հետո մեր նյութափոխանակությունը, այսինքն այն արագությունը, որով մեր օրգանիզմը սնունդը վերածում է էներգիայի, արագանում է մոտ 30%-ով հաջորդող մի քանի ժամվա ընթացքում։ Սա նշանակում է, որ օրվա ընթացքում ձեր կերած սնունդը ավելի լավ կյուրացվի, իսկ ավելորդ կալորիաները չեն կուտակվի ճարպի տեսքով։ Երրորդ, արյունատար համակարգ եւ սիրտ։ Գիշերը մարմնից հեղուկի կորստի պատճառով մեր արյունը թանձրանում է։ Սա է պատճառը, որ սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կաթվածների կամ ճնշման տատանումների մեծ մասը տեղի է ունենում հենց վաղ առավոտյան։ 4 բաժակ ջուրը վայրկյանների ընթացքում ներծծվում է արյան մեջ, հեղուկացնում է այն, նվազեցնում է ծանրաբեռնվածությունը սրտի վրա եւ կանխում գլխացավերն ու գլխապտույտը։ 4. Մաշկի որակ եւ թարմություն։ Մեր մաշկը առաջիններից է արձագանքում ջրի պակասին։ Երբ օրգանիզմում կուտակվում են թույներ, դրանք սկսում են դուրս գալ մաշկի ծակոտիներով, առաջացնելով բորբոքումներ, բզուկներ, չորություն։ Առավոտյան ջուրը արագացնում է այդ թույների հեռացումը երիկամների միջոցով, ինչի շնորհիվ էլ մեր մաշկը դառնում է փայլուն, առանցքական, խոնավ, իսկ ընճիռները հարթվում են։ Ճապոնական ջրային թերապիայի ճշգրիտ կանոնները։ Որպեսզի այս մեթոդը տա իր առավելագույն արդյունքը եւ չվնասի ձեզ, անհրաժեշտ է խստորեն հետևել ճապոնացի բժիշկների կողմից մշակված 4 հիմնական քայլերի։ Քայլ առաջին՝ խմել անմիջապես արթնանալուց հետո։ Այս կանոնը ամենակարևորն է։ Դուք պետք է խմեք ջուրը նախքան ատամները լվանալը կամ որևէ այլ բան անելը։ Ինչու ատամները լվանալուց առաջ։ Գիշերվա ընթացքում մեր բերանը խոռոչում կուտակվում են օգտակար թուղթ բակտերիաներ, որոնք ստամոքս ընկնելիս օգնում են բնական կերպով կարգավորել մարսողական միջավայրը։ Բացի այդ, եթե դուք լվանաք ատամները մածուկով, դրա քիմիական տարրերը կմնան բերանում եւ ջրի հետ կանցնեն ստամոքս, ինչը ցանկալի չէ։ Հաջորդը՝ ջրի ճիշտ ջերմաստիճանը։ Ջուրը պետք է լինի գոլ կամ սենյակային ջերմաստիճանի մոտ 25-30 աստիճան։
Երբեք մի խմեք սառը ջուր։ Սառը ջուրը ստամոքսում առաջացնում է սպազմ, սեղմում է արյունատար անոթները, դանդաղեցնում է մարսողությունը։ Օրգանիզմը ստիպված է լինում ավելի մեծ էներգիա ծախսել սառը ջուրը սեփական ջերմաստիճանին հասցնելու համար, ինչը չեզոքացնում է այս ջրային թերապիայի ամբողջ օգուտը։ 45 րոպեի կանոնը։ Ջուրը խմելուց հետո 45 րոպե ոչինչ մի կերեք եւ մի խմեք։ Ոչ սուրճ, ոչ թեյ, ոչ էլ հյութ։ Այս ժամանակահատվածը անհրաժեշտ է, որպեսզի ջուրը ամբողջությամբ լքի ստամոքսը, անցնի աղիներ, ներծծվի արյան մեջ եւ կատարի իր հիմնական մաքրման աշխատանքը։ Եթե դուք շուտ ուտեք, սնունդը կխառնվի մեծ քանակությամբ ջրին, կնոսրանա ստամոքսահյութը եւ մարսողությունը կվատանա։ Հաջորդը ուտելուց հետո ընդմիջումը։ Ճաշից կամ ընթրիքից հետո 2 ժամ շարունակ ոչինչ մի կերեք կամ խմեք։ Ճապոնացիները հավատում են, որ սննդի ընդունման ժամանակ կամ անմիջապես դրանից հետո հեղուկ խմելը խանգարում է սննդի բնական տրոհմանը եւ հանգեցնում է տոքսինների առաջացմանը։ Բացի այդ, ցանկալի է այս 4 բաժակ ջուրը միանգամից չխմել, այլ ընթացքում քիչ-քիչ կումերով։ Ինչպես սկսել այս սովորությունը, եթե դժվար է խմել 4 բաժակ։ Եթե դուք սովոր չեք առավոտյան ջուր խմելուն, միանգամից 4 բաժակ խմելը կարող է թվալ անհնարին կամ առաջացնել սրտխառնոց եւ ստամոքսի ծանրության զգացում։ Դա լիովին բնական է, քանի որ ձեր ստամոքսի պատերը սեղմված են, իսկ օրգանիզմն էլ պատրաստ չէ նման ծանվալի։ Անհրաժեշտ է գործել աստիճանաբար։ Օգտագործեք հետևյալ մեղմ անցումային սխեման։ Շաբաթ առաջին սկսեք ընդամենը 1 բաժակ ջրից, ամենառաջ։ Թույլ տվեք, որ ձեր մարմինը 7 օրվա ընթացքում ընտելանա այդ նոր սովորությանը։ Շաբաթ երկրորդ ավելացրեք ծավալը եւ խմեք 2 բաժակ ջուրը, բայց պետք չէ խմել մեկ շնչով։ Խմեք դանդաղ, փոքր կումերով 2-3 րոպեի ընթացքում։ Շաբաթ երրորդ ծավալը հասցրեք 3 բաժակի։ Եթե զգում եք, որ դժվար է բաժակների արանքում, արեք 1-2 րոպեանոց փոքրիկ ընդմիջումներ։ Եվ շաբաթ չորրորդ դուք արդեն պատրաստ եք խմել լիարժեք 4 բաժակը։ Ձեր ստամոքսը արդեն հարմարված կլինի եւ դուք ոչ մի տհաճ զգացողություն չեք ունենա։ 4 բաժակ ջուրը, սակայն պետք չէ խմել միանգամից։ Կարող եք դա խմել 10-15 րոպեվա ընթացքում, որպեսզի ձեր օրգանիզմի վրա մեծ ծանրաբեռնվածություն չլինի։ Եվ վերջապես, ինչ հիվանդությունների դեպքում է օգնում այս ջրային թերապիան ըստ ճապոնական դիտարկումների։ Ճապոնիայի բժշկական ասոցիացիայի տվյալներով այս պարզ մեթոդի կանոնավոր կիրառումը օգնում է թեթևացնել կամ բուժել մի շարք քրոնիկ հիվանդություններ։ Նրանք նշում են մոտավոր ժամկետներ, թե որքան ժամանակ է պահանջվում այս կամ այն խնդրի բարելավման համար։ Եվ այսպես, խնդիր, եթե ունեք փորկապություն եւ գազեր, անհրաժեշտ է կիրառել 10 օր։ Ինչպես է օգնում ջուրը։ Փափկեցնում է սնունդը, ակտիվացնում է աղիների կծկումները։ Եթե ունեք ստամոքսի բարձր թթվայնություն, այրոց, իժոգա, անհրաժեշտ է մոտավորապես 10 օր։ Այս դեպքում նոսրացնում է թթուն, լվանում է ստամոքսի բորբոքված պատերը։ Եթե ունեք արյան բարձր ճնշում, հիպերտոնիա, միայն 30 օր հետո կզգաք արդյունքը։ Այս դեպքում ջուրը հեղուկացնում է արյունը, լայնացնում է անոթները, թեթևացնում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Երկրորդ տիպի շաքարային դիաբետ կրկին 30 օր օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի խտությունը։ Եվ մարմնի ընդհանուր հոգնածություն անհրաժեշտ է մոտավորապես 7-ից 14 օր։ Բջիջները հագենում են ջրով, ինչը կտրուկ բարձրացնում է ձեր մարմնի էներգիան։ Բայց պետք է հիշել, եթե ունեք երիկամների լուրջ հիվանդություններ կամ սրտային անբավարարություն, ապա մեծ քանակությամբ հեղուկի միանգամյա ընդունումից առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել ձեր բժշկի հետ։ Այս դեպքում ձեզ հնարավոր է հակացուցված է այս մեթոդը, քանի որ ձեր երիկամների եւ սրտի վրա մեծ ծանրաբեռնվածություն կլինի 4 բաժակ ջուրը։ Եվ կարևոր հոգեբանական եւ կենսաբանական նրբություններ։ Ճապոնական մշակույթում ցանկացած գործողություն ունի նաեւ իր հոգեվոր կողմը։ Ջուր խմելը նրանց համար պարզապես մեխանիկական process չէ, այլ յուրահատուկ ծես։ Մաքուր մտքեր։ Ճապոնացիները խորհուրդ են տալիս ջուրը խմելիս լինել հանգիստ, չմտածել օրվա հոգսերի կամ խնդիրների մասին։ Պատկերացրեք, թե ինչպես է այդ ջուրը ներսից մաքրում եւ կյանք տալիս ձեր մարմնի յուրաքանչյուր բջջին։ Երկրորդ որակյալ ջուր։ Օգտագործեք զտված, ֆիլտրված աղբյուրի կամ շշալցված ջուր։ Եռացրած ջուրը կորցնում է իր բնական կառուցվածքը եւ թթվածնի մի մասը, ուստի ցանկալի է խմել կենդանի, բայց մաքուր ջուր։ Եվ կանոնավորություն։ Ամենակարևոր գաղտնիքը հաստատակամությունն է, դիսցիպլինան։ Եթե դուք խմեք 4 բաժակ ջուր շաբաթական ընդամենը 1 կամ 2 անգամ, ոչ մի էական փոփոխություն չեք զգա։ Արդյունքի հասնելու համար դա պետք է դառնա ձեր կյանքի անբաժան մասը, ինչպես լվացվելը կամ հագնվելը։
Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար այսքանը։ Եթե տեսանյութ օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր կարծիքը։ Նաև նշեք, թե արդյոք ծանոթ եք այս մեթոդին, կիրառում եք այն թե ոչ։ Առաջարկեք նաև նոր թեմաներ մեր հաջորդ թողարկումների համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ տեսանյութերը, ինչպես նաև տեսանյութով կիսվեք ձեր ընկերների հետ։ Առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։